Մեկ տարի անց նորից նույն հարցով գինեվեցիների անդորը խռովել էր անունը փոխած «Օրտ» ընկերությունը։ Այս անգամ որպես «Օրտ Գրուպ» էր եկել առաջին լսումներին։ Հիշեցնենք, ընկերությունը դեռ 2024-ին էր ներկայացրել Կարմիր Սարում ցեմենտի հումք հանդիսացող կրաքարային մերգելների պաշարների երկրաբանական ուսումնասիրության հայտը։ Ինչպես 2024-ին, 2025-ի հոկտեմբերի 13-ին ևս Պետի համայնքի Գինեվետ բնակավայրում լսումներն անցան աղաղակող խախտումներով ու մեծաթիվ ոստիկանների ներկայությամբ։ Նույն սցենարով լսումների վայրը շրջապատվել էր նույն ոստիկաններով և ոստիկանական մեքենաներով, իբր պահպանելու հասարակական կարգը։ Ինչպես 2024-ին, այս անգամ էլ լսումների դահլիճի մուտքի մոտ կանգնած ոստիկաններ որոշում, ովքեր կարող են ներս մտնել։ Ոստիկանությունը ոչ հրավիրող է, ոչ էլ։ Բոլորներ գնալու են ժողովուրդ, բոլորներ գնալու են։ Բնակիչներին հարցերի հնարավորություն ընձեռելու փոխարեն Վեդու համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Շամո Բակոյանը որոշեց, որ իր բոլոր հարցադրումները պիտի սպառի Նոր Ուղի գյուղի վարչական ղեկավար Սևակ Առաքելյանը։ Վերջինս չարաշահելով համայնքային ծառայողի իր դիրքն ու դրսևորելով ակնհայտ ոչ չեզոք պահվածք, մի շարք հարցեր հղեց ու բավարարվելով պատասխաններով բարեհաճեց բնակիչներին հարցերի հնարավորություն տալ։ Դուք ասեցիք, որ ջրի սուլություն կա Վեդի համայնքում և բացատրեցիք, որ կան ջրերի ներողություն, ջրերի աղբյուրներ, որը խոստացավ, որ ընկերությունը, որ ինքը ջրերը կհանի։ Ես ուղղակի խնդրում եմ դուք ինձ ասեք, միթե Վեդի համայնքը չունի այդ հնարավորությունը, որ ինքը հանի, որ Օրտ ընկերությունը պետք է հանի, և ես կասկածում եմ, որ Օրտ ընկերությունը դա կա։ Վնասի չափը դուք հաշվել եք ինչքանի է ձեր վնասի շարավիղը, քանի գյուղ է ներգրավվելու մեջը, դրա հաշվարկը մի հատ մեզ ներկայացրեք, մենք հասկանանք, օրինակ դուք ներկայացնում եք այսքան միլիոն ներդրում, այս ներդրումների հետևանքով գյուղատնտեսությունը ինչքան մինուս կունենա, այդ հարցերի պատասխանը դուք արդեն պիտի ունենայիք, ստեղ մեզ ներկայացնեք։ Ձեր սարքած ցեմենտի գործարանը ինչով է տարբերվելու Արարատի գործարանից։ Իրա որակով, վատով, լավով։ Շամո Բակոյանը ոստիկանների հետ դարձյալ պայմանավորվել էր դեմ արտահայտվողներին լռեցնել։ Այս անգամ Օրտ Գրուպն ավելի քիչ 54 հեկտար մակերես է հայցում։ Ներդրումային փաթեթի չափը նույնն է $25 միլիոն, աշխատատեղերի, շրջակա միջավայրին չվնասելու խոստումներ ու ոչ մի խոսք համայնքում սոցիալական պատասխանատվության ծրագրերի ու երաշխիքների մասին։ Բակոյանն է լրացնում, ուշագիր ունեն Օրտ Գրուպի հետ, որով վերջինս պարտավորվել է հանքի շահույթի 10%-ը փոխանցել համայնքի բյուջե։ Ցեմենտի հումքի հանքի շահագործման թույլտվությունը ստանալու դեպքում նախատեսում են նաև հանքից շուրջ 300 մետր հեռավորության վրա փակ ցիկլով աշխատող նոր ցեմենտի գործարան շահագործել։ Ինքը փակ ցիկլով ցեմենտի գործարան է լինելու, ոչ թե Արարատ ցեմենտի պես բաց։ Ֆիլտրացիոն համակարգը ավելի գերտ ժամանակակից է լինելու, նոր սերնդի ցեմենտի գործարան է և ինքը բացարձակ ծխային արտանետում չի ունենալու։ Սա գործարանի մասով, իսկ հանքավայրի մասով ինքը բացահանք է լինելու, բացահանքի տարածքում 4 եղանակին քամի եղանակին ջրցամեքենաներ են աշխատելու և ինչպես մեր գործընկերն ասեց, լինելու է եռաշես բարձր ծառատուն, որը ևս կպաշտպանի փոշուց և ինչպես արդեն ասեցինք, ջրի հետ կապված ջրի նոր աղբյուրին բերելու, որպեսզի ջրի խնդիր բացարձակ չունենանք և ջրից օգտվեն նաև մեր համագյուղացիները։ Ինչու չի ներկայացվում նախագիծ, որ մարդիկ գոնե նվազագույն պատկերացում կազմեն, ինչ է սպասվում իրենց գյուղին։ Նման աղաղակող խախտումները հակաժողովրդավարական են։ Քաղաքացու ձայնը լսելի չէ։ Հայաստանի անտառներ հասարակական կազմակերպության ղեկավար փաստաբան Նազելի Վարդանյանն է հարցնում։ Եվ այսօր մարդիկ 1000 ու մի հարց են տալիս և հարցերի պատասխաններ ոչ լարժեք են։ Դա
Վարդանյանը դարձյալ հիշեցրեց բուսական ու կենդանական աշխարհի մասին օրենքները, որոնց համաձայն որտեղ աճում եւ ապրում են կարմիր գրքյան բուսակենդանատեսակներ, հանքարդյունաբերությունն արգելվում է, իսկ Կարմիր Սարի տարածքում կարմիր գրքյան 14 բարձրակարգ բուսատեսակներ եւ 17 կենդանատեսակներ կան, թեև այդ մասին տարօրինակ կերպով հիշատակված չէ օրգրուպի շմաքայտում։ Լսումների ընթացքը պարբերաբար լարվում էր, ոստիկաններն էին միջամտում։ Որպես վարչական ղեկավար չեմ զոքացրել։ Համային դու ես, Այսենց են անում, որ ներդրողները չեն գալի, հասկանում եք, ներդրողները չեն գալիս, որտեղ այս բան չեն թողում խոսալ։ Դանիայից հայրենիք վերադարձած Գևորգ Ավագյանին հարցադրումների հնարավորություն որպես այդպիսին չտրվեց։ Մինչ օրս ասած շուրջ $1 միլիոն ներդրում են արել այգեգործության մեջ, այգեզարդում հեկտարներով այգիներ հիմնել, բարձրորակ միրգ են արտահանում։ Ով է պատասխան տալու հասցված վնասների համար, հարցնում է ներդրողը։ Ի պատասխան Ավագյանին հորդորեցին վերադառնալ Դանիա։ Դու կարաս գնաս քո Դանիայում այդ ամեն ինչ արես։ Բնակիչների բարձրացրած հարցերը, որ վերաբերում էին գյուղի ջրի պաշարներին, շրջակա միջավայրին ու իրենց առողջությանը հասցված վնասներին, գնալով փակուղու մեջ էին դնում օրգրուպի ներկայացուցիչներին։ Ի վերջո նրանց պնդմամբ կրկնվող հարցերի պատճառով Շամո Բաքոյանը կամայականորեն ընդհատեց լսումները։ Տեսարանի դիրքորոշումը, հարցերի կրկնությունը համարում է լսման ավարտ։ Կամայականորեն դադարեցվել են հանրային քննարկումները։ Հանրային քննարկումները ավարտվում են, երբ որ սպառվում են բոլոր հարցերը։ Հանրային լսումները կայացած չէ։ Բնապահպան իրավապաշտպաններն արդեն դրսում ճեպազրույց ունեցան, պնդելով, որ Գինեվետը շարունակում է ոչ ժողովրդավար բնակավայրերի որդեգրած տխրահռչակ ուղին։ Այն մարդիկ, ովքեր որ դեմ էին արտահայտվում, անմիջապես տեղական իշխանությունների ներկայացուցիչների կողմից սաստվում էին։ Կարծես թե տեղական իշխանությունները ստանձնել են պաշտպանության դեր, որպեսզի պաշտպանեն տվյալ նախագիծը։ Այն դեպքում, երբ որ նրանք պետք է մաքսիմալ չեզոքություն պաշտպանեն։ Անցյալ տարի արդեն տրվել է բացասական եզրակացություն։ Այսինքն ամեն տարի պետք է նույն հարցով գանես գյուղ, այստեղ մենք օրենքի անկատարություն ունենք։ Եվ լսումները պետք է ճանաչվեն անվավերեն։ Տեղական ինքնակառավարման մարմինները կողմնակալ վերաբերմունք ունեին այս ամեն ինչի նկատմամբ։ Հարցերին իրանք էին պատասխանում, մարդկանց իրանք էին վիրավորում, բոլորի բերանը իրանք էին փակում, մի հատ էլ ոստիկանական խումբ էին բերել մարդկանց վրա։ Հանքը չենք քննարկում, որովհետև նախագիծը պատրաստ չի։ Արտանետումների մասին չգիտենք, ներդրումների մասին չգիտենք, գործարանի մասին չգիտենք, ինչի ենք հավաքվել։ Վեդու համայնքապետարանը կնքել է ինչ-որ հուշագիր, որի պատճառով նաև ունի շահագրգռվածություն, դրա հետ կապված որևէ հարցի պատասխան չի տվել, քաղաքացիներին փորձել են լռեցնել, սա հանրային լսում որևէ կերպ համարվել չէր կարող, սա ապօրինի գործողություն է։ Դանիայի ընկերներից համոզել են, որ Հայաստանում ներդրումներ անեն, քաղաքացու ձայնին ասում է Գևորգ Ավագյանը։ Կարմիր Սարը այգեզարդ ու գինեվետ գյուղերի մեջտեղում է, արևի ճառագայթների ամենալավ դիրքն այստեղ է։ Ստացվում է հանքերի պատճառով մեր ներդրումները զրոյանում են։ 700 դրամ մենք բերք ունենք այնտեղ։ Հիմա արեք մտածենք, որն է ճիշտ, որն է մեզ ավելի լավ։ Դարերով զբաղվել ենք ու զբաղվենք գյուղատնտեսությամբ, թե 20 տարի ստեղ ուտենք, 20 տարի պրոստը քանդենք ուտենք, վերացենք ամայի դաշտի, այս գյուղերն էլ ամեն որը հիվանդանա, որը քոչի ստեղից գնա, հա, ու ստանանք մի հատ անապատ։ Երբ որ փորձում էինք հասկանանք, լավ, եթե այս մարդիկ իրենց պարտավորությունները չկատարեն, մենք
Ինչ վերահսկող մեխանիզմներ ունենք, հիմնական պատասխանը եղավ, որ նորից վարչական մարմիններ ունեն լծակներ, որ կարող են դադարեցնել աշխատանքը եւ այլն, սակայն մեր տարիների փորձը ցույց է տվել, մասնավորապես հենց խաղաղագործության ոլորտում, որ պետությունը որպես վերահսկող այդքան էլ լավ չի պարտականությունը կատարում։ Մարդիկ այստեղ խոսում են, ասում են հողերը չորանում են, բերքը նվազում է, ռոռոկման խնդրի կա եւ այլն, ու այդ պահանջը կարծես պետք է հասցեագրված լինի թիմին, ու այդ թերացումը թիմի թերացումն է, բայց թիմը սլաքները ուղղում է դեպի ներդրողը, ասում է ներդրողը կգա բոլոր խնդիրները կլուծի։ Կարևոր է, որ մարդիկ սկսեն ավելի պահանջատեր լինեն իրենց համայնքապետաններից, որպեսզի այս կրիտիկական վիճակի առաջ չկանգնեն, ու թիմը պետք է առաջինը շահագրգռված լինի այդ չեզոքությունը ու բազմակողմանիությունը ապահովելու տեսանկյունից, բայց ցավոք սրտի այստեղ էլ ականատես եղանք նրան, որ թիմը ամեն ինչ արեց, որպեսզի մեծ հաշվով լսումները տապալվեն ու մարդկանց քննադատությունները ու կասկածները այդպես էլ չփարատվեն, որպեսզի ի վերջո պաշտպանի կազմակերպության ներդրողի շահերը։ Արփինե Խաչատրյանն ասում է, այգեզարդի զարգացման մի ծրագրով հարցումներ են անցկացրել հանքի բացման վերաբերյալ։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը դեմ է։ Որպես համայնքի զարգացման հեռանկարային ուղղություն բնակիչները նշում էին գյուղատնտեսությունը։ Իսկ այն հարցին, թե որն է համարում ռիսկ այդ ուղղության կոնկրետ այդ ուղղության զարգացման համար 100-ից 98-ը ի թիվս այլ ռիսկերի նշել է հանքարդյունաբերությունը։ Բնապահպանական շրջանակներին մտահոգել են խախտումներով լսումների կազմակերպման պրակտիկան, որ արդեն նկատելի է մի շարք համայնքներում։ Պատրաստվում են համապատասխան գործողություններ ձեռնարկել։ Քաղաքացու ձայնը Վեդի խոշորացված համայնքի Գինեվեդ բնակավայրից։